Ժողովուրդ ջան, սկսում ենք նոր վլոգ, եկել եմ մամայի հետ մթերային խանութ, այստեղ արդեն հասցրել ենք լավաշ, մեկ էլ աղացած միս վերցնենք, մնացածը ընթացքի մեջ է, երեկոյ է մեզ մոտ, մթերային առևտուրը անենք, գնանք տուն, դուրս էինք եկել մի քանի գործերով, դրանք էլ ավարտին հասցրեցինք, մնաց միայն գնումները, սրանք էլ անենք ու գնանք տուն, անբաժան դարձած երշիկ, հավկիթ, որը երբեք շատ չի լինում, հենց դնենք չկոպենք, վտանգավորը։ Մեր փոքրիկ գնումները վերջացրեցինք, այս անգամ փաստորեն ի զարմանս ինձ շատ քիչ էր, ես մաման ձուն էր վերցնում ագա, մեկ էլ վերցրել ենք այստեղ խաղողի պահածոյացված ցուպ, որպեսզի տոլմա սարքենք, մամայի սիրտն ա ուզել։ Մենք եկել ենք առևտրի, ընթացքը չեմ նկարում, կգնամ տուն, կնկարեմ, կտեսնեք ինչ ենք վերցրել։ Երեխեք մենք տուն ենք հասել, բայց միջև ցույց տալը թե ինչ ենք գնել, պետք է մի հատ հաց ուտենք, մեր մշտական դարձած գրիվից ենք վերցրել, ներողություն եմ խնդրում կոպիտ բացելու համար, այս ամեն դեպքում կապ չունի ոնց ենք բացում։ Հիմա մի հատ հաց ուտենք, հետո ընթացքում արդեն ցույց կտամ, բարի ախորժակ մեզ։ Երեխեք քանի ժամանակ ունեմ, մի հատ եկեք տեսնենք ինչ ենք վերցրել խանութից։ Այստեղ տնտեսական բաներ է, ավելի շատ սրանք ամուսինս ա վերցրել բիկերա, մի քիչ շատ քանակությամբ։ Այստեղ հավի աղացած միս ենք վերցրել, այս առաջին անգամ վերցրեցի, ոչ բերանը բացրեցի, առաջին անգամ եմ վերցրել ճիշտն ասած, պեչենի եմ վերցրել, ուզում էի այն ավելի պինդ շոկոլադներից վերցնեի կսեի վրան ուտեի սիրտս ուզում է, բայց քանի որ այսպիսի բան տեսա, ասեցի ավելավա մի հատ նորություն փորձեմ, տեսնեմ ոնցն է, մենակ թե ջրիկ շատ չլինի, հեսա կփորձենք, այստեղ մշտական մածուն ենք վերցրել, թան շատ ենք սիրում, այստեղ վերցրել ենք թթվասեր, թթվասերի հետ նաև անբաժան վառոկ, այս վերջերս սկսել ենք ավելի շատ ուտել, քան առաջ, այստեղ այդ պեչենիներն եմ վերցրել, որպեսզի կամ սրանով էլ կլինի, սեմ այդ վառոկով ուտել ու ասեմ շատ համուստ կլինի, մեկ էլ խանութում տեսա հանեմ ցելոֆանից, կպնում ա ցելոֆանը դուրս չի գալիս, սունկ, այսպիսի, տեսնեմ հələ ձվով համով կլինի, մեկ-մեկ սիրում եմ այդպես 1000-ից մեկ ուտել, բայց ոչ շատ, այսքանը գնումները շատ քիչ էին, երեխեք մտածում էի մի փոքր ուշ կփորձեմ, բայց ամեն դեպքում ասեցի հիմա մի հատ փորձեմ, որովհետև չեմ կարող համբերեմ։ Հիմա մնաց համը մի հատ հասկանենք։ Երեխեք շատ համով էր, դերաձևներ, այդպես որ մի փոքր ջրիկ լինի, բայց ամեն դեպքում շատ լավն էր հավանեցի։ Ժողովուրդ ջան, մեզ մոտ օր ա փոխվել, ու քանի սուրճս եփվում ա, ես մի հատ համովություն եմ ուզում պատրաստեմ, արդեն հասցրել ենք նախաճաշենք, ամուսինս գնացել է աշխատանքի, ես էլ տնային գործերի մեջ խորտակված մի պահ թաթար տվեցի, մի հատ սմետան տվառոկ պատրաստենք միասին, ես վերջերս սկսել ենք շատ ուտել, դեռ ես տնային խալաթով եմ, ինչպես բոլորիս ա կամֆորտ, տանից այսօր պետք է դուրս տամ, միջև էդ ուզում եմ սենց տնային հագուստով մնամ, միջև պատրաստվել դուրս գալը, քիչ առաջ վլոգ էի մոնտաժում, տեղադրեցի, մաս առաջինը, մաս երկրորդ էլ կա, Երևանի տոնի տեսանյութներ, այդ երկուսը տեղադրելուց հետո նոր արդեն հիմա որը որ նկարում եմ, դա պետք է տեղադրեմ, մի փոքր շուտ եմ սկսել, բայց ոչինչ, սա պատրաստեմ, ուտեմ, անցնեմ մնացած գործերիս, այսօր լավ տաք եղանակա, չնայած երեկվան, մերոնց տանն էինք ու լավ ուժեղ քամի էր, ցուրտ, սարերը ձնում ու արդեն կամաց, դրա համար ես վերջին արևներն եմ վայելում, 3 անգամ հասցրել եմ լվացք գցեմ, փռեմ, 2 պարանը դրսում է, մեկը սուշիկայով ներսն եմ փռել, ինձ թվում է 4-րդն էլ կգցեմ, եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման,
Այդպես դրային խառը գործերով, ինչը իմ սիրելիներից է, հիմա մի հատ հավեսին վլոգ կտինեմ գնայեմ, համովությունը կուտեմ, սուրճս կխմեմ ու արդեն կամաց պետքա պատրաստվեմ, վայլբերիսում էլ մի քանի բան պետքա նայեմ, անհրաժեշտ իրեր, 1-2 ապրանքեր կա, որ արդեն եկելա պետքա գնամ վերցնեմ, երևի թե վաղը, առաջին անգամ ուզում եմ այս թվարոք սմետանի մեջ լցնեմ երեկվա գնացս շոկոլադը, չգիտեմ համեղ կստացվի թե չէ, ինձ թվում է մենակ ես կողմեմ մի փոքր այսպես լցնեմ, որ մի հատ այն տարբերակով ուտեմ, մի հատ էլ էս, էլ շաքարավազ չեմ լցնում, ամեն անգամ շաքարավազ էի լցնում, ամուսինս առանց շաքարավազ է սիրում, զուտ սմետան թվարոք ես շաքարավազով մի փոքր քաղցրություն եմ սիրում, այսպես սա փոխարինի շաքարավազի տեղը, այսպես գազով ուժեղացնեմ, թող արագ արդեն, մոտեցնում եմ պեչենի, դրանով կուտեմ, գնացի։ Ընտիր համադրություն, այստեղ պեչենիները կտրատած եմ դրել, որ ավելի հարմար լինի, մի հատ այս ամբողջը վերջացնում եմ, գնանք միասին ծաղիկներից խնամքով զբաղվենք, պոչերը կտրենք, տերևները կտրենք, իր այդ ամբողջական փաթեթավորումից հանենք ու տնենք թարմ ջրի մեջ, որպեսզի մնացած փնջերից նման երկար կյանք ունենան։ Եկելա ծաղիկներս խնամելու ժամանակը, քիչ առաջ մի հատ հաղորդում էի նայում, չէի կարողանում կտրվեի, այն էլ հիշեցի, որ այս ավելի կարևոր է, հաղորդումը կսպասի, հիմա մի հատ հին ջուրը դատարկում եմ, 3 երեկոյան եմ լցրել, այդքան էլ հին չի, բայց ամեն դեպքում հիմա սառը նորն է պետք, անցել է արդեն մոտավորապես 3, հա, լավ, մի շաբաթ ասեմ, չգիտեմ, ոնցա չեմ հիշում որորներ ամուսինս նվիրել, ահագին լավ մնացել է ինքը, բայց չեմ հասցրել այդպես երկար վայելեմ, որովհետև կամ դրսում ենք եղել գործերով, գնացինք վերոնցում պտտվեցինք եկանք այդտեղ ժամանակն անցավ, հիմա շատ խնամքով սիրուն հանում եմ այս վրայի թղթերը, այնպեսա չեմ օգտագործում, բայց ամեն դեպքում ծալում եմ ու դնում եմ մի կողմ, դել չեմ նետում, եթե իմ ծաղիկների պահարանը նայեք, տարբեր գույների այսպիսի թղթեր կան այնտեղ լցված, չգիտեմ ինչի եմ պահում, այդ երևի նրանից է, որ այս դիզայներական պարագաների հետ սեր ունեմ, որովհետև ես եմ փոքր ժամանակ գնացել ծաղկի դիզայնի, ճիշտ է իմ արհեստական ծաղիկներ պատրաստելներ ֆոնով, բայց ամեն դեպքում նույն բանն է։ Ինչքան սիրուն է։ Ինձ որ մնար, ես իրան միջև վերջել, այդ իրա փաթեթավորման թղթով կպահեի, բայց քանի որ գիտեմ, որ ներսում է այսենց սկոչով փաթաթած է ու ծաղիկները դրանից ավելի փչանում են, ես հանում եմ, բայց ամեն դեպքում այնպես տեսքը իմ համար ավելի սիրուն է։ Չնայած սենց իրա կանաչ այս տերևներով, ցողունով մի ուրիշ սիրունություն է, բայց ամեն դեպքում ոնց էլ չլինի, այդ թղթերը իրան սիրուն տեսք են տալիս։ Լավ եկեք մի հատ ընդհանուր չբացեմ, ինչքանը որ բաց է, մի հատ ջուր լցնենք ծաղկամանի մեջ։ Ու ինչքանը որ բաց է, այդքանից սկսենք։ Այս ներքևի շարքի տերևները ես հանում եմ ու մի փոքր կտրում եմ։ Ու այս պոչերը թռնում է այս ու այն կողմ, ոչինչ, վերջում կհավաքեմ։ Այս առաջին անգամը, որ խնամքով զբաղվում եմ, այսինքն ոնց որ ստանալուց հետո առաջին խնամքը, աշխատում եմ այս տերևները շատ չպոկեմ, որովհետև վնասված չի լինում, չի հասցնում 2-3 օրվա ընթացքում վնասվի, բայց այ երկրորդի ժամանակ սկսում եմ պոկել, որովհետև այս կողքի տերևները սկսում է դեղնել։
Հիմա օրինակ այս մեկը որ իրանք հնարավորինս խնամված տեսք ունենան։ Հիմա իրանք այսպես ավելի ազատ են, ավելի թարմ տեսք ստացան։ Մի հատ էլ տեսեք իրանց գեղեցկությունը։ Սիրուն են, էլի հոզորով չի։ Այս մի կարևոր գործից էլ բրծանք։ Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր ա բացվել, այստեղ նախորդ օրվա մեր գնած սունկը դրել եմ ջրի մեջ, որպեսզի ինքը մի հատ մաքրվի, չնայած նրան, որ լավ գալու եմ հատիկ մաքրեմ, բայց ամեն դեպքում մտածեցի ավելի լավ կլինի, որ մի փոքր ջրի մեջ մնա, հիմա ջուրը կփոխեմ, նոր տանից դուրս կգանք, հասցրեցինք սուրճ խմենք, պատրաստվել եմ, տանից պետքա դուրս գանք, մի քանի գործեր ունենք, Wildberries-ից մի քանի բան ա եկել, պետքա գնամ վերցնեմ, խանութ պետքա մտնենք շոր նայելու, մի քանի օր հետո հարսանիքի ենք հրավիրված, եթե նախորդ վլոգներում չեմ ասել, չեմ հիշում, մի խոսքով այդպես խառը գործերով, գնանք գանք, նոր սա մտածում եմ մի մասը ձվով կպատրաստեմ, մյուս մասը կտնեմ օրինակ կարտոֆիլի, ինչ-որ բանջարեղենների հետ դուխովկայի մեջ համենված, ինձ թվում այդ տարբերակն էլ շատ համով կլինի, այդպես, հիմա թող սա այստեղ մնա, մենք դուրս գանք, տեսնենք երբ ենք գալիս, ինձ թվում է այդ ամեն ինչը իրար հետ ժամ ու կես կտևի։ Գնանք ավարտենք գանք ու երևի թե միասին կպատրաստենք, չգիտեմ, տեսնեմ։ Նորից ունեի Wildberries-ից պատվերներ ու քանի որ դուրս էինք եկել, գործերից մեկն էլ այնտեղ մտնել ու պատվերները վերցնելն էր, բայց հիմա մանրամասն այդպես չենք բացելու նայենք, որովհետև առանձին վլոգ պետք է նկարենք կոնկրետ խնամքի միջոցների եւ կոսմետիկայի հետ կապված, այնպես որ սպասենք։ Երեխեք, մենք City-ում ենք, մտել ենք մի քանի մթերային գնումներ անենք, նոր դուրս գանք Հակոբ Ստեփանոց։ Երեխեք ջան, մենք արդեն տանն ենք։ Եկեք մի հատ արագ ցույց տամ գնումները, պետք է գնամ այն սունկը պատրաստեմ։ Ճիշտ ասած շատ երկար մնացինք խանութներում, այդ հարսանիքի հետ կապված շորեր էի նայում, բայց երևի թե որը որ արդեն պրակատով վերցրել եմ, դա ամենասիրունն է, ամենասիրուններից այսինքն, դեռ 8 օր կա, կնայեմ հələ որ առաջիկա օրերում տեսնեմ, եթե հարմար բան չգտա, ուրեմն կմնա, որը որ վերցրել եմ։ Ուրեմն վերցրեցինք ծաղիկ հաց, եկեք մթերայինը սկսում ցույց տամ, մի փոքր գնումներ ենք արել, շատ քիչ, որովհետև նախորդ օրը էլի արել էինք, ձու, որը երբեք շատ չի լինում։ Այստեղ մեր սիրելի բանանը, երկու հատ սմբուկ վերցրեցի, սմբուկի ժարից սիրում ենք կպատրաստեմ ու կարտոֆիլ։ Ինձ սրանք տեղավորեմ ու սկսեմ պատրաստել, այստեղ Wildberries-ից եկել էր երկու ապրանք, դրանք առանձին պետքա միասին նայենք, նասկին էլ վերցրեցի, շորի բաժնում էինք, ավելի հաստ ու ծմերային շալ, շատ փափուկ, հաստ, տաք ու որակով, իմ սիրելի երանգներից է կապույտը, մուգ կապույտ է, մեջը սերի էլ կա, տեղ կուղտաներս հիմնականում սերի է, այդպես, տեսա, հավանեցի ու վերցրեցինք, հիմա մի հատ գնում եմ սրանք տեղավորեմ, սկսեմ պատրաստել, սունկը, նաև այս սմբուկը կտապակեմ,
տեսնեմ, ու այդպես որ համեղ ճաշենք։ Ամեն բան տեղավորեցի, այս սունկը մի քանի ջուր լվացի, հիմա վերջին ջրի մեջ է, թևերս ծալեցի ու հիմա պատրաստվում եմ մի հատ լավ իրան մաքրեմ։ Այս ներքևի հատվածը մի բարակ շերտ, ինձ թվում է բոլորին էլ կկտրեմ, ու այսպես վրայի այս սև հատվածները կհանեմ, ճիշտ է ինքը իր ձևն է տենց բնականից, որ չհանեմ էլ նորմալ է, բայց ամեն դեպքում տեսքի համար մի փոքր թող ավելի սիրուն ու սպիտակ լինի։ Ես պատրաստեցի, վերջացրեցի, վերջին երկու հատն էլ դրեցի վրան և վերջ, այստեղ ներքևի ամբողջ շերտերի վրա սխտորեմ կտրատել, որ համը ավելի լավ է լինի։ Հիմա փակում ենք իր բերանը, թողնում ենք մի հատ համերն իրարով անցնեն, մարինացվի, այսպես ասած, ես էլ գնում եմ մի հատ բանան ուտեմ ու տեսնեմ հետո ինչ եմ անում։ Մեզ մոտ երեկո է, ես ու ամուսինս որոշեցինք տաք շոկոլադ խմենք, ես այդքան էլ չեմ սիրում, բայց ամեն դեպքում ոչ էլ հրաժարվում եմ։